ձեզ հարգելի գործընկերներ, շնորհակալ ենք, որ ընդունել եք մեր հրավերը և պատրաստակամություն հայտնել լուսաբանելու այս լույսը։ Ինչպես արդեն ձեզ տեղեկացրել էի, տեղի ունեցել Հայ-Աֆղական դաշնակցության Հայաստանի կազմակերպության գերագույն ժողովը, որը քննարկել է 2026 թվականին սպասվող ընտրություններին դաշնակցության մասնակցության և ձևաչափի հարցը։ Ասեմ, որ Հայաստանի գերագույն ժողովը կուսակցության Հայաստանի բարձրագույն ժողովն է և մինչև ժողովի տեղի ունենալը Հայաստանի ներկազմակերպության տարածքային կազմակերպությունները, այսինքն կոմիտեությունները ընդունել են ժողով ներկայացնելով, այնուհետև մարզային ժողովներ, քաղաքային ժողովներ և ձևավորված տեսակետով արդեն մասնակցել են գերագույն ժողովին և ընդունել հայտարարություն։ Ես ձեզ ներկայացնեմ մեր ժողովի որոշումը, որոշ հարցեր կարգաբանեմ, այնուհետև սիրով կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին։ Ուրեմն, Հույդա Հայաստանի կազմակերպության 29-րդ արտերակ գերագույն ժողովը քննելով ՀՀ ազգային ժողովի 2026 թվականի ընտրությունների Հույդա մասնակցության ձևաչափի հարցը, հիմք ընդունելով մարզային և քաղաքային ժողովների առաջարկությունները, ինչպես նաև ժողովի մասնակիցների տեսակետներն ու կարծիքները արձանագրեց։ Հայաստանի Հանրապետությունն ու ողջ հայ ժողովուրդը կանգնած են աշխարհաքաղաքական փոփոխությունների ու անվտանգության լրջագույն սպառնալիքների առջև։ Գործող վարչախմբի ապազգային և հակապետական քաղաքականությունը հարցականի տակ է դրել Հայաստանի պետականության ապագան և երկրի տարածքային ամբողջականությունը։ Իրավիճակում բեկում մտցնելու, սպառնալիքները չեզոքացնելու և նոր որակի ազգային պետություն կառուցելու առումով գործող վարչախմբի իշխանազրկումը հրամայական է։ Այս համատեքստում 2026 թվականին սպասվող խորհրդարանական ընտրությունները անհրաժեշտ է վերածել գործող վարչախմբի վերարտադրությունը կանխելու միջոցի։ Ելնելով վերը նշված հաստատումներից, Գերագույն ժողովը որոշեց մասնակցել 2026 թվականի ԱԺ ընտրություններին նախապատվություն տալով դաշինքային ձևաչափին։ Լիազորել Հույդա Հայաստանի գերագույն մարմնին վարել ակտիվ նախընտրական բանակցություններ հավանական դաշինքի ձևաչափի վերաբերյալ, ապահովելով Հույդա նշանակալի դերակատարությունը և մոտեցումների արտացոլումը կարևորագույն հարցերում։ Հայ-Աֆղական դաշնակցության 29-րդ արտահայտ գերագույն ժողով։ Սա մեր ժողովի որոշումն է, այսինքն 26 թվականին ժողովը որոշել է մասնակցել և նախապատվություն տալ դաշինքային ձևաչափին և լիազորել է դաշնակցության գերագույն մարմնին այս ուղղությամբ սկսել բանակցություններ և քննարկումներ։ Այս որոշման շրջանակներում առաջիկայում մենք սկսենք մեր քննարկումները դաշինքի վերջնական ձևաչափը որոշելու ուղղությամբ։ Բնականաբար մենք արժևորելով Հայաստան դաշինքի, գործող դաշինքի գործունեությունը, առաջնային քննարկումները մենք սկսելու ենք մեր գործընկերների հետ։ Մեր տրամադրվածությունը հետևյալն է։ Մենք ունենք ցանկություն, ունենք հնարավորություն, ունենք ինչու՞ չէ հավակնություն դաշինքը պահպանելու, այն ընդլայնելու և ավելի ազդեցիկ միավոր դարձնելու։ Մենք այս ընտրությունները, ինչպես արդեն նշեցի, սա հերթական, սովորական կամ ընթացիկ ընտրություններ չեն մեր համար։ Սա այս ընտրությունների արդյունքով է որոշվելու հայ ժողովրդի և մեր պետականության ճակատագիրը և մենք այս ընտրությունները դիտում ենք իբրև հնարավորություն այս իշխանության վերարտադրությունը կանխելու համար։ Եվ մեր այս որոշմանը մենք եկել ենք նաև այդ դրդապատճառով, այդ նպատակից ելնելով, որ մեկտեղենք մեր ուժերը, հնարավորությունները ավելի ազդեցիկ կերպով ներկայանելու և մեր խնդիրը լուծելու համար։
Այսքանը հայտարարության մասին